Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Որտե՞ղ է քո խաղաղության աղբյուրը։ Տարբեր ժամանակներում մեր կյանք կարող են տարբեր ուժգնության փոթորիկներ այցելել։ Երբեմն դրանք կարող են այնպիսի ավերիչ ուժ ունենալ, որ դրանց հաղթահարելու հավատն անգամ կորսվում է մեր մեջ։ Սիրելի՛ բարեկամ, նման պահերին անգամ աղոթքն է ասես անիրական դառնում, և խաղաղության մեր փնտրտուքները նման են դառնում անօգուտ աշխատանքի, որի արդյունքը ոչ միայն չի երևում, այլև որևէ նշան չենք տեսնում, որը թեկուզ անուղղակիորեն մեզ հույս կներշնչեր, թե երբևէ կարող ենք հաղթահարել մեր կյանք այցելած փոթորիկներն ու վերջապես վայելել խաղաղության հոգեպարար ընթացքը։ Եթե դու էլ քո կյանքում երբևէ բախվել ես իրական փոթորկի, և եթե ես և դու համարձակություն ունենանք մի կողմ դնելու մեր հոգևոր դիմակները, ապա պետք է համաձայնենք, որ վերոհիշյալ իրավիճակն իրականությունից կտրված նկարագրություն չէ։ Սակայն ճշմարտությունն այն է, որ մենք երբեք միայնակ չենք մնում մեր կյանքի փոթորիկներին դեմ հանդիման։ Աստված տեսնում է ամեն բան, և Նա մեր կողքին է, որպեսզի օգնի մեզ։ Նման պահերին մենք պետք է կարողանանք տեսնել Նրա ներկայությունն ու պարզապես բռնենք Նրա կողմից մեզ ուղղված օգնության ձեռքը։ Մենք պետք է սովորենք վստահել Նրան և մեր կյանքի հոգսերը, մեր ուսերը կքած բեռները կարողանանք հանձնել մեր Աստծուն։ Մեր կյանքի իրավիճակները գուցե միանգամից չփոխակերպվեն, բայց եթե միայն սովորենք մեր հոգսերը Տիրոջը հանձնելը, մենք կկարողանանք վերապրել Նրա պարգևած խաղաղությունը, քանի որ գիտենք, թե ում ենք վստահել մեր խնդիրները։ Աստվածաշունչն ասում է. «Ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ ձեր խնդիրները թող հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպպեցիս 4:6-7)։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, վերհիշելով քո կյանքը՝ կարո՞ղ ես ասել, թե մինչև այժմ ի՞նչ պտուղներ են տվել քո անհանգստություններն ու մտահոգությունները։ Բացի քո խաղաղությունը գողանալուց, ինչպիսի հետևանքներ են դրանք թողել քո ներաշխարհի վրա։ Մի՞թե անհանգստություններն ու տագնապները չեն խլել քո վստահությունը՝ պատնեշներ բարձրացնելով քո և սիրելիներիդ միջև։ Մի՞թե անհանգստությունը չի ազդել քո որոշումների վրա՝ քեզ հասցնելով այնպիսի մի իրավիճակի, որ սկսես զղջալ քո ընթացքի համար։ Մի՞թե անհանգստությունն ու տագնապը չեն վատթարացրել առողջությունդ ու լարման մեջ պահել նյարդային համակարգդ։ Երբևէ ստացե՞լ ես որևէ դրական արդյունք անհանգստությունից ու տագնապից։ Սակայն քեզ համար բարի լուր ունեմ այսօր. Աստված Ինքն է քո խաղաղության աղբյուրը (տե՛ս Եփեսացիս 2:14 խոսքը)։ Խաղաղությունը պարզապես Աստծու կողմից տրվող մի զգացողություն չէ։ Խաղաղությունը Աստծու էությունն է։ Տեր Հիսուսն ասաց. «Խաղաղություն եմ թողնում ձեզ. Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Ես այն չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սրտերը չխռովվի ու չվախենա» (Հովհաննես 14:27)։ Այսօր հավատքով ընդունի՛ր և մտքումդ պահի՛ր հետևյալը. Աստծու խաղաղությունը գալիս է խաղաղության Աստծուց։ Տերն Ինքը խաղաղության իշխանն է։ Առաջարկում եմ քեզ լսել «Ինչի՞ն է ծարավ հոգիդ փափագում. պատգամ Աստծու խաղաղության մասին» վերնագիրը կրող ուսուցումը, որի հղումը կտեղադրեմ այս տեսանյութի մեկնաբանություններում կամ աուդիո ուղերձից անմիջապես հետո։ Ժամանակ տրամադրի՛ր այս ուսուցումը սրտանց ու հավատքով ընդունելու համար և ընդունի՛ր նաև Տեր Աստծու կողմից քեզ համար պատրաստված անսասան խաղաղությունը։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։